Ողջունում եմ ձեզ, սիրելի ավականներ, սիրելի երիտասարդներ, ես ուզում եմ առիթից օգտվելով ասեմ, որ բոլոր հայ ազգին եւ Թալին համայնքի բնակիչներին շնորհավորում եմ։ Հիմա մեր ընդդիմադիրները կմտածեն ինչի համար ենք շնորհավորում, քաղաքացիական պայմանագրի եւ ժողովրդի հաղթանակի համար եմ շնորհավորում։ Շնորհավորում եմ նրա համար, որ ուրախալի է ինձ համար, որ տարիներ շարունակ Թալինում երիտասարդ չի եղել ավականու նիստին նստած, դա ի սկզբանե իրանց նախաձեռնությունն է, երիտասարդների այս մեկ ամսվա քարոզարշավի շրջանակներում երիտասարդների ակտիվությունը ես տեսա ամբողջ վարչական տարածքներում, գյուղերում, քաղաք Թալինում եւ շատ շնորհակալ եմ նորից ասում եմ շնորհավորում եմ բոլորիդ, առավել եւս Թալին համայնքին։ Շնորհակալություն։ Անցնենք նիստին։ Թալին համայնքի ավականու 2026 թվականի առաջին նստաշրջանի երթական նիստի օրակարգ հաստատելու մասին զեկուցող կողմ դեմ ձեռնպահ Թալին համայնքի ավականու 24/10/2022 թվականի Թալին համայնքի կապիտալանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիկացուցակը եւ հաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին նոմեր 11A որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին զեկուցող Ստեփանյան։ Հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով հիմք ընդունելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 17-ի համար 517N օրենքի պահանջը եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի 2505/2026 թվականի գրությունը Թալին համայնքի ավականին որոշում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին Թալին համայնքի ավականու 24/10/2022 թվականի համար 11A որոշման թիվ 2 հավելվածում կրճատել 2.3-21 ծածկագրով աշխատակազմի գլխավոր մասնագետի ՔԳԱԿ գործառույթներ իրականացնող հաստիկային միավորը։ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիկացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին Թալին համայնքի ավականու 24/10/2022 թվականի համար 11A որոշման թիվ 2 հավելվածում կատարել փոփոխություն։ Սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուի 1 հաստիկային միավորը դարձնել 2 հաստիկային միավոր։ Ավարտեցիք։ Շնորհակալություն։ Ունենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Երկրորդ հարցը Թալին համայնքի ավականու 10/02/2026 թվականի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին նոմեր 03 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին զեկուցող Կարապետյան։ Ողջունում եմ հարգելի ներկաներ, ներկայացնեմ նախագիծը, ուրեմն որոշում 24 հունիսի 2026 թվական թիվ 96N Թալին համայնքի ավականու 10/02/26 թվականի Թալին համայնքի 26 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին թիվ 03N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի եւ նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ եւ 37-րդ հոդվածների դրույթներով Թալին համայնքի ավականի որոշում է Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի հաստատել Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի կատարված փոփոխություններով Ուրեմն եկամուտների մասով 3 միլիարդ 81 միլիոն 998 ու 6000 դրամ վարչական բյուջե
Ուրեմն եկամուտների մասով 2 միլիարդ 938 միլիոն 930 հազար դրամ ֆոնդային բյուջե։ Ուրեմն պաուստային ֆոնդ 460 միլիոն, ուրեմն ծախսերի մասով 3 միլիարդ 105 միլիոն 957 հազար դրամ վարչական բյուջե, ծախսերի մասով 3 միլիարդ 82 միլիոն 732 հազար դրամ ֆոնդային բյուջե եւ պակասուրտը 1 միլիարդ 167 միլիոն 762 հազար 300 դրամ պակասուրտը։ Ուրեմն երրորդ կետը հաստատել համայնքի բյուջե եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։ Չորրորդ կետը հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2-ի։ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։ 6-րդ կետը հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։ Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները համաձայն հատված 5-ի։ 8-րդ կետը հաստատել համայնքի բյուջեի ծախսերը բյուջետային ծախսերի գործառնական եւ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6-ի։ Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավականու 10/02/26 թվականի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան նախնական բյուջեն հաստատելու մասին թիվ 03N որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Շնորհակալություն։ Հարցեր ունեք։ Հարցեր չունենք վարկության կողմ ձեռնպահ դեմ։ Ամուրաջան, ես ձեզանից չի բյուջեի հետ կապված հարց չեք տալիս, ի՞նչ է պատահել։ Նորմալ է։ Հասնենք հաջորդ հարցին Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի պաշտային ֆոնդից հատկացում կատարելու Թալին համայնքի ավականու 10/02/2026 թվականի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի պաշտային ֆոնդի հատկացում կատարելու մասին նոմեր 04A որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին։ Զեկուցող Կարապետյան։ Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի պաշտային ֆոնդից հատկացում կատարելու եւ Թալին համայնքի ավականու 10/02/2026 թվականի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի պաշտային ֆոնդից հատկացում կատարելու մասին թիվ 04A որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Հիմք ընդունելով 2026 թվականի բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ կանխատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը եւ ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի 90-րդ հոդվածի առաջին եւ 4-րդ մասերի բյուջետային համակարգի մասին օրենքի 29-րդ հոդվածի առաջին, 4-րդ եւ 5-րդ կետերի պահանջներով Թալին համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պաշտային ֆոնդի միջոցներից 460 միլիոն դրամի չափով ուղղել ֆոնդային բյուջե նախատեսված կապիտալ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավականու 2026 թվականի փետրվարի 10-ի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի պաշտային ֆոնդից հատկացում կատարելու մասին թիվ 04A որոշումը։ Շնորհակալություն, հարցեր ունեք։ Հարցեր չկա, դնենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը Թալին համայնքի ավականու 10/02/2026 Թալինի համայնքապետարանի համայնքային եւ ոչ առևտրային կազմակերպությունների եւ համայնքային հիմնարկների 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին նոմեր 02A որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին։ Զեկուցող Ստեփանյան։
Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով Թալին համայնքի ավականին որոշում է հաստատել Թալին համայնքի ավականու 10.02.2026 թվականի Համար 02-ա որոշմամբ հաստատված Թալինի համայնքապետարանի եւ բնակավայրերի գույքացուցակներում գույքի ձեռքբերման հետ կապված փոփոխությունները համաձայն թիվ 1 հավելվածի հաստատել նույն որոշմամբ հաստատված Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների եւ հիմնարկների գույքացուցակներում գույքի ձեռքբերման հետ կապված փոփոխությունները համաձայն թիվ 2 հավելվածի հաստատել Թալին համայնքի ավականու 31.03.2026 թվականի համար 48-ա որոշմամբ հաստատված Թալինի համայնքապետարանի գույքացուցակում գույքի օտարման հետ կապված փոփոխությունները համաձայն թիվ 3 հավելվածի Հարցեր ունեք Մենք քվեարկության կողմ Ձեռնպահ դեմ Հաջորդ հարցը Թալին համայնքի ավականու 24-12-2025 թվականի Թալին համայնքի համայնքային հիմնարկների 2026 թվականի կառուցվածք աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին, նոմեր 197-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին զեկուցող Ստեփանյան Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի դրույթներով եւ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածների դրույթներով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավականին որոշում է Թալին համայնքի ավականու 24-12-2025 թվականի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի համայնքային հիմնարկների 2026 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին համար 197 ավորոշման 3-րդ հավելվածում կատարել փոփոխություն, ավելացնելով ջրբաժանի 1 հաստիկային միավոր, համաձայն կից հավելվածի։ Շնորհակալություն, հարցեր ունեք։ Գնանք քվեարկության կողմ, ձեռնպահ Դեմ Հաջորդ հարցը Արի Թալին զբոսաշրջային մեդիա եւ երիտասարդության զարգացման հասարակական կազմակերպությանը տեխնիկական սարքավորումներ եւ գրասենյակային գույք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին զեկուցող Ստեփանյան Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 688-րդ եւ 689-րդ հոդվածներով հիմք ընդունելով Արի Թալին զբոսաշրջության մեդիայի եւ երիտասարդության զարգացման հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Գրիգոր Սաֆարյանի դիմումը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը համաձայն կից հավելվածի անհատույց օգտագործման իրավունքով 14 ամիս ժամկետով տրամադրելու Արի Թալին զբոսաշրջության մեդիայի եւ երիտասարդության հարցերի հասարակական կազմակերպությանը Թալին մեդիա անվանմամբ մեդիա գործնեության կազմակերպման Թալին համայնքի ճանաչելիության բարձրացման մշակութային կյանքի զբոսաշրջության զարգացման երիտասարդական նախաձեռնությունների պետական եւ համայնքային միջոցառումների լուսաբանման ու տարածման նպատակով սահմանել որ Արի Թալին զբոսաշրջության մեդիայի եւ երիտասարդության զարգացման հասարակական կազմակերպությունը պարտավոր է ապահովել տրամադրված գույքերի պատշաճ ապահովումը, անվտանգ շահագործումը եւ օգտագործման ժամկետի ավարտից հետո վերադարձնել նույն վիճակում հաշվի առնելով բնականոն մաշվածքը։ Թալին համայնքի ղեկավարին Արի Թալին զբոսաշրջության մեդիայի եւ երիտասարդության զարգացման հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր եւ ապահովել գույքի հանձնման ընդունման ակտի կազմումը։ Շնորհակալություն, հարցեր կան։ Դե հարցեր չկան, դրենք քվեարկության կողմ։ Ձեռնպահ դեմ։ Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող գովազդային LED էկրանը Տարոն Զատիկյանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին զեկուցող Ստեփանյան Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 688-րդ եւ 689-րդ հոդվածներով հիմք ընդունելով Թալին համայնքի բնակիչ Տարոն Զատիկյանի դիմումը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գովազդային LED էկրանը համաձայն սուն որոշման հավելվածի անհատույց օգտագործման իրավունքով 14 ամիս ժամկետով տրամադրելու Տարոն Զատիկյանին իր կողմից տղամարդկանց վարսահարդարման ծառայությունների գովազդման նպատակով սահմանել, որ Տարոն Զատիկյանը պարտավոր է գույքն օգտագործել բացառապես սույն որոշման առաջին կետով նախատեսված նպատակով, ապահովել գույքի պատշաճ պահպանումը, շահագործման անվտանգությունը եւ օգտագործման ժամկետի ավարտից հետո վերադարձնել նույն վիճակում հաշվի առնելով բնականոն մաշվածքը։ Թալին համայնքի ղեկավարին Տարոն Զատիկյանի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր եւ ապահովել գույքի հանձնման ընդունման ակտի կազմումը։ Շնորհակալություն հարցեր կան։ Ունենք քվեարկության կողմ ձեռնպատ դեմ։ Կայուն սոցիալ-տնտեսական զարգացման եւ կրթության լաբ հասարակական կազմակերպության տեխնիկական սարքավորումներ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին զեկուցող Ստեփանյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 688-րդ եւ 689-րդ հոդվածներով հիմք ընդունելով կայուն սոցիալական տնտեսական զարգացում եւ կրթություն լաբ հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Վերժինե Մկրտչյանի դիմումը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող օթորակիչը համաձայն կից հավելվածի անհատույց օգտագործման իրավունքով 14 ամիս ժամկետով տրամադրելու կայուն սոցիալ-տնտեսական զարգացում եւ կրթություն լաբ հասարակական կազմակերպությանը Թալին համայնքի տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համայնքային մասնակցության եւ երիտասարդության ներուժի ակտիվացման նպատակով սահմանել որ կայուն սոցիալ-տնտեսական զարգացում եւ կրթություն լաբ հասարակական կազմակերպությունը պարտավոր է ապահովել տրամադրված գույքի պատշաճ պահպանումը, անվտանգ օգտագործումը եւ օգտագործման ժամկետի ավարտից հետո վերադարձնել նույն վիճակում հաշվի առնելով բնականոն մաշվածքը։ Շնորհակալություն։ Թալին համայնքի ղեկավարին կայուն սոցիալ-տնտեսական զարգացում եւ կրթություն լաբ հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր եւ ապահովել գույքի հանձնման ընդունման ակտի կազմումը։ Շնորհակալություն հարցեր կան։ Ունենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը Գագիկ Շաննազարյանի փոխադրամիջոց գույքարկի տուժ մասով արտոնությունը կիրառելու մասին զեկուցող Կարապետյան։ Գագիկ Շաննազարյանի փոխադրամիջոցի գույքարկի տուժի մասով արտոնություններ կիրառելու մասին ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով ՀՀ հարգային օրենսգրքի 245-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջներով հիմք ընդունելով Թալին համայնքի Արագածավան բնակավայրի բնակիչ Գագիկ Գարեգինի Շաննազարյանի դիմումը եւ Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը Թալին համայնքի ավականին որոշումը Թալին համայնքի Արագածավան բնակավայրի բնակիչ Գագիկ Գարեգինի Շաննազարյանի նկատմամբ կիրառել վերջինի սեփականության իրավունքով պատկանող վազ 21061 մագնիշի 24 SS 431 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքարկի տուժերի մասով արտոնություն համաձայն կից հավելվածի սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից Սիմոնյան Շնորհակալություն, հերոսություն, հարցեր կան։ Մենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը հողամասի սեփականություն սուբյեկտները փոխելու մասին զեկուցող Միրզախանյան։ Հարգելի ներկաներ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ղեկավարելով ՀՀ թիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով եւ կառավարության 21 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-ին, որ կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին որոշմամբ հաստատված կարգի 39.1
կետով առաջարկում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թաթուլ բնակավայրում գտնվող 02-019-37-9 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.300 հեկտար, Արագածավան բնակավայրում գտնվող 02-016-45-19 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.00277 հեկտար, 02-016-243-27 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 3.89 հեկտար, 02-016-481-1 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 4.5 հեկտար, Սուսեր բնակավայրում գտնվող 02-099-111-30 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.07 հեկտար, Աշնակ բնակավայրում գտնվող նշված կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված ընդհանուր 0.47 հեկտար եւ 0.39 հեկտար, Արտենի բնակավայրում գտնվող նշված կադաստրային ծածկագրով 0.13 հեկտար, Թալին քաղաքում գտնվող նշված կադաստրային ծածկագրով 0.16 հեկտար, Տավթաշեն բնակավայրում գտնվող նշված կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար եւ 0.11 հեկտար եւ ներքիսատնաշեն բնակավայրում գտնվող նշված կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.002 հեկտար մակերեսու հողամասերի կադաստրային սեփականության սուբյեկտները փոխել որպես Թալին համայնքի սեփականություն։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Դնենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը Հեծփակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքով տարելու մասին զեկուցող Միրզախանյան։ Շնորհակալություն։ Ղեկավարելով ՀՏ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով 27/04/26 թվականին ՀԵՍՓԲ-ի կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ ՍԿ 367126 դիմումը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում են տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-074-222 կադաստրային ծածկագրով 0.002 հեկտար մակերեսով էներգետիկայի տրանսպորտի կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը 4356 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել ՀԵԾՓԲ-ին։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Մենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի եւ հողամասերում գտնվող շինությունները Հայաստան Հանրապետության նվիրաբերելու մասին զեկուցող Գագիկ Միրզախանյան։ Շնորհակալություն։ Ղեկավարելով ՀՏ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարի 05-05-26 թվականի թիվ 04-20-1-14-495-26 գրությունը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում են Թալին համայնքի Թալին քաղաքի Շահումյան փողոց 3 մշակույթի տուն հասցեում գտնվող 02-003-154-2 կադաստրային ծածկագրով 0.21 հեկտար մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը եւ հողամասում գտնվող նշված կադաստրային ծածկագրով 2201.1 քառակուսի մակերեսով մշակույթի տունը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը վերոնշյալ մշակույթի տունը վերակառուցելու նպատակով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Մենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը Սիմոնյան կրթական հիմնադրամն անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին զեկուցող Միրզախանյան։ Շնորհակալություն։ Ղեկավարելով ՀՏ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամ տնօրենի 01-06-26 թվականի դիմումը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում են տալ համաձայնություն Թալին համայնքի Թալին քաղաքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Թալին Մ. Հարությունյան փողոց 11-1 հասցեում գտնվող 0.0184 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով Թումոն տուփի մեջ ծրագրի իրականացման նպատակով Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Դնենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։
Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործության տրամադրելու մասին զեկուցող Միրզախյանը։ Շնորհակալություն։ Ղեկավարելով հետիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի 76-րդ հոդվածի կառավարության 1204/2001 թվականի 276 որոշմամբ հաստատված պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի 46-րդ հոդվածի պահանջներով Թալին համայնքի գլխավոր հատակագծին քաղաքաշինական գոտի ավերման եւ նախագծին եւ հողերի օգտագործման սխեմային համապատասխան հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում է տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար եւ հաստատել մեկնարկային գին համաձայն հավելքից հավելվածի։ Շնորհակալություն։ Հարցեր ունեք։ Քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին զեկուցող Միրզախյանը։ Շնորհակալություն։ Ղեկավարելով հետիմ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի 76-րդ հոդվածի կառավարության 14/01/2010 թվականի 16-ին որոշմամբ հաստատված հավելվածի Հայաստան Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման անհատույց օգտագործման վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման կարգի 3-րդ գլխի 9-րդ կետի պահանջներով Թալին համայնքի գլխավոր հատակագծին քաղաքաշինական գոտի ավերման նախագծին եւ հողերի օգտագործման սխեմային համապատասխան հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում է տալ համաձայնություն Թալին համայնքի Թաթուլ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 02-019-143 կադաստրային ծածկագրով 0.64 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործանական նշանակության հողամասը մրցույթով 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու եւ որպես մեկնարկային գին տարեկան սահմանը 8000 դրամ։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Դրանք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը տվյալ ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին զեկուցող Միրզախյանը։ Շնորհակալություն։ Ղեկավարելով հետիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ եւ 31-րդ կետերով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով հիմք ընդունելով Վարդանանք գրուպ ՍՊ ընկերության լիազորված անձ Արթուր Խաչատրյանի 0206 թվականի հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումը առաջարկում է Վարդանանք գրուպ ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 02-016-257-7 կադաստրային ծածկագրով 2.99 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունները փոխել ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողերի։ Թալին համայնքի ղեկավարին քաղաքաշինության մասին օրենքի 14-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում եւ կատարել հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունների փոփոխություն պետական գրանցում։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Մենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը հողամասի գործառնական նշանակությունը փոփոխության հաստատելու մասին զեկուցող Միրզախյանը։ Շնորհակալություն։ Ղեկավարելով հետիմ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով հիմք ընդունելով Արագածոտնի մարզպետի 26 թվականի հունիս 16-ին թիվ 01.5.03.891/2026 գրությունը առաջարկում է հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-487-687 ծածկագրով հողամասից առանձնացված 19.05 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերի։ Թալին համայնքի ղեկավարին քաղաքաշինության մասին օրենքի 14-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում եւ կատարել հողամասի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։ Շնորհակալություն։ Լրությունների դալիճը։ Հարցեր ունեք։ Դնենք քվեարկության կողմ ձեռնպահ դեմ։ Տեղական Թուրքի արտոնություն սահմանելու մասին զեկուցող Միրզախյանը։ Շնորհակալություն։ Ղեկավարելով հետիմ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ
42-րդ կետերի եւ տեղական турքերի վճարների մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալին համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները խթան են հանդիսանում համայնքի զարգացմանը, նպաստում են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը եւ ռազմավարական կարևոր նշանակություն են Թալին համայնքի համար, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, առաջարկում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների կատարման շինարարության թույլտվությունը, փաստագրման եւ շահագործման ակտերի տրամադրման տեղական турքերի վճարների մասով սահմանել արտոնություններ турքերի ամբողջ գումարի չափով։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Դնենք քվեարկության կողմ, ձեռնպահ դեմ։ Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը հաջորդ վաճառքը օտարելու մասին զեկուցող Միրզախանյան։ Շնորհակալություն։ Ղեկավարելով ՀՏՄ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 67-րդ հոդվածի ՀՀ կառավարության 12/04/2001 թվականի թիվ 276 որոշմամբ հաստատած պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի 5-րդ գլխի եւ հիշյալ որոշման 3-րդ կետի այ ենթագետի պահանջներով Թալին համայնքի գլխավոր հատակագծին քաղաքաշինական գոտիավորման նախագծին եւ հողերի օգտագործման սխեմային համապատասխան հիմք ընդունելով Տարոն Արթուրի Վարդանյան Աձեի կողմից տրված գնահատման հաշվետվությունները եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում է տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու եւ հաստատել մեկնարկային գին համաձայն հավելված գից հավելվածի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Դնենք քվեարկության կողմ, ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը Աղունիկ Սերոժայի Սարգսյանն անհատույց օգտագործման տարածք եւ գույք տրամադրելու մասին զեկուցող Միրզախանյան։ Շնորհակալություն։ Ղեկավարելով ՀՏՄ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով հիմք ընդունելով քաղաքացի Աղունիկ Սերոժայի Սարգսյանի 17/06/2026 թվականի թիվ 056-1956 դիմումը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում է տալ համաձայնություն Թալին համայնքի աշնակ բնակավայրում Վրեժ Իսրայելյան 19 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 02-011-047 կադաստրային ծածկագրով 0.25 քառակուսի մակերեսով հողատարածքը 02-011-47-ի կադաստրային ծածկագրով 395.91 քառակուսի մետր մակերեսով կենցաղի եւ 02-011-47-ի երկու կադաստրային ծածկագրով 5.2 քառակուսի մետր մակերեսով կացայատունը մինչև 27 թվականի սեպտեմբերի 25-ը անհատույց օգտագործման իրավունքով Աղունիկ Սերոժայի Սարգսյանին տրամադրելու համար տալ համաձայնություն Աղունիկ Սերոժայի Սարգսյանին գույքը տրամադրելու համար համաձայնություն որոշման անբաժանելի մասը կազմող հավելվածի աշնակ բնակավայրի բնակիչներին գույքն օգտագործման տրամադրելու կարգն ու պայմանները սահմանել պայմանագրով եւ Աղունիկ Սերոժայի Սարգսյանը պարտավորվում է վճարել տարածքի օգտագործման հետ կապված կոմունալ ծախսերը։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Խնդրեմ։ Նարեկ ջան, տեսեք, մենք ինչ ձևաչափով, ինչ ձևով դեռ նախագծը կարդաց եւ տրամադրում ենք Աղունիկ Սերոժայի Սարգսյանին, դրանից հետո թող ինքը իմ հայրենի գյուղի բնակիչների հետ որոշի, անհատույց է տալիս թե վճարով է տալիս, իր որոշելունն է։ Իմ որոշելունն է եւ ձեր որոշելունն է, որ տանք իրեն անհատույց, մնացածը գյուղի բնակիչներով կորոշեք։ Աղունիկը կորոշի, դուք կորոշեք ինչա լինելու հետագա ճակատագիրը։ Դրա մեջ ես միանշանակ չեմ մտնելու, էլ։ Խոսեք Աղունիկի հետ կհասկանանք։ Ուրիշ հարցեր։ Եթե հարց չկա, դնենք քվեարկության կողմ, ձեռնպահ դեմ։ Հաջորդ հարցը Թալին համայնքի 2027 թվականից 2025 թվականի միաժամանակ ծախսերի ծրագրի հաստատելու մասին զեկուցող Կարապետյան։
Թալին համայնքի 2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։ Ղեկավարելով բյուջետային համակարգի մասին հողը 31-րդ հոդվածի առաջին մասին եւ երկերով ու կողմերին համանձի ղեկավարի հաստատությունը Թալին համայնքի հավաքանի որոշումը։ Հաստատել Թալին համայնքի 2027-29 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համաձայն 3 հավելվածների։ Սույն որոշում բյուջետային Շնորհակալություն, հարցեր կան։ Ունենք քվեարկության կողմ, դեմ կողմ, ձեռնպա։ Հաջորդ հարցը Թալին համայնքի Թալին քաղաքում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխություն հաստատելու մասին զեկուցող Միրզախանյան։ Շնորհակալություն։ Ղեկավարելու ՀՏ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով հիմք ընդունելով վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064A որոշման ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 300426 թվականի թիվ 1 կոտրակ Փ-գից 170 դրական եզրակացությունը առաջարկում է հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 02003 4027 կադաստրային ծածկագրով 0.72 հեկտար մակերեսու հողամասի նպատակային եւ գործանական նշանակությունների փոփոխությունը հատուկ նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործանական նշանակության հողերի հողամասում գտնվող նշված կադաստրային ծածկագրով շինությունների նշանակություններ թողնել անփոփոխ Թալին համայնքի ղեկավարին քաղաքաշինության մասին օրենքի 14-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում եւ կատարել հողամասի նպատակային եւ գործանական նշանակության փոփոխության պետական գրանցում։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Ունենք քվեարկության կողմ, դեմ, ձեռնպա։ Հաջորդ հարցը Թալին համայնքի հավաքանու 2026 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին, զեկուցող Ստեփանյան։ Հավաքանու հարգելի անդամներ, ձեզ եմ ներկայացնում Թալին համայնքի հավաքանու 2026 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին որոշման նախագիծը։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի երկրորդ մասով Թալին համայնքի հավաքանին որոշում է Թալին համայնքի հավաքանու 2026 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրը եւ ժամը սահմանել 2026 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 11-ին։ Նիստը կազմակերպել Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի դահլիճում, հասցեն քաղաք Թալին գահի 1 առաջին հարկ։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Դնենք քվեարկության կողմ, ձեռնպա դեմ։ Մինչև նիստի ավարտելը ես կարծում եմ, որ պետք է երիտասարդներին հնարավորություն տանք, եթե կլինի սիրելի երիտասարդներ, ստեղ այս դահլիճում գտնում է Թալին խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերից ավականներ եւ համայնքի ղեկավար եւ դուք, ես կարծում եմ, եթե կունենաք հարցեր կամ առաջարկություններ, խնդրեմ Հոսափոխանը Գրիգոր։ Բարև ձեզ, ես Քրիստինեն եմ, կայուն սոցիալ-տնտեսական զարգացում եւ կրթություն հասարակական կազմակերպությունից։ Ճիշտ ասած, առաջին անգամ էի գտնվում հավաքանու նիստին որպես դիտորդ, շատ հետաքրքիր էր։ Ես երիտասարդների հետ կապված հարց եմ ուզում հղել, չգիտեմ նախատեսել եք թե չէ, բայց ուզում եի իմանալ օրինակ երիտասարդների հենց երիտասարդների համար որևէ ծրագրեր կան հավաքանու նիստում որոշված կամ երիտասարդական ծրագրեր նախատեսում են առաջիկա տարում ֆինանսավորի օրինակ համայնքապետարանը երիտասարդների համար։ Տեսեք, յուրաքանչյուր միջոցառումներ դուք եք տեսել, այս տարին իմ կառավարման ժամանակաշրջան, մեր բոլորիս կառավարման ժամանակաշրջանում տարիներ շարունակ փոքր միջոցառումներ կազմակերպել ենք, բայց տենց որ ավականու դատին արժանանա չի եղել։ Տեսեք, ես երիտասարդական կենտրոնը ստեղծելուց հետո ես մի անգամ եւս էլ
ասում եմ ձեզ եւ դիմում եմ ձեզ եւ կտեսնեն մեզ շատ երիտասարդներ, որ ես ձեր առաջարկություններին եմ սպասում։ Մենք բոլորս ինչ որ կարողանում ենք իրականացնում ենք մեր համայնքով ի բարօրություն մեր ժողովրդին, երիտասարդներին եւ այլն, ամեն ինչ անում ենք ինչ որ մենք ենք պատկերացնում, բայց ես այն անգամ էլ ասեմ, հիմա էլ եմ կրկնում, երիտասարդական կենտրոնում եմ ասել, ես սպասում եմ ձեր առաջարկներին եւ մենք կներկայացնենք մեր ավականների քվեարկությանը եւ որոշմանը, կհասկանանք ինչ են կազմակերպում, ինչը կա մեր համայնքում բաց թողնված ձեզ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Ուրիշ հարցեր կան։ Ինչ։ 70։ Շնորհակալություն, լավ օր ձեզ։